Դիանա Գրիգորյանի «Գոյամարդ» հեռուստասերիալի նկարահանումները շարունակվում են, հեռուստադիտողները դիտում ու քննարկում հեռուստասերիալի հերթական սերիան։ Ինչ լավ եղբայրներ են, հատկապես Դավիթը, ապրի պապիկն իր դաստիարակած թոռներով հանդերձ, իսկ Մանանն անմեղ, ազնիվ քույր է նրանց համար, բայց շատ եմ խղճում, որ երեք կողմից ճնշում են, չեն մտնում նրա հոգեբանության մեջ։ Փոքր երեխայի տեղ են դնում բոլոր պարագաներում, ափսոս, որ Մանանը մայրական ջերմություն չստացավ ողջ կյանքում։ Եթե Գրիշոն առաջին անգամ պատասխանատվության ենթարկվեր, երկրորդ անգամ մահափորձ չէր կատարի, անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, գրում են հեռուստադիտողները։ Խնդրում եմ այնպես արեք, որ Դավիթը չմահանա, առանց նրա հետաքրքիր չի լինի ու էլ չենք նայի կինոն, եթե Դավիթին մի բան եղավ, էս սերիալն էլ չի նայվի, գրում են հեռուստադիտողները։ Անպատժելիությունը նոր հանցանքներ է ծնում, Գրիշոն վառ օրինակ, համակարծիք եք, եթե ոչ, ապա գրեք ձեր կարծիքները, յուրաքանչյուր կարծիք կարևոր է։ Վաղ Դավիթ, ամեն ինչ լավ կլինի, Դավիթին բան չի լինի, դե արի մինչև երկուշաբթի դիմացի, Լեա ջան, ինչի ես մունատ գալիս Լեոյի վրա։